Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն Հայկալիքի հարգելի բաժանորդներ։ Այսօր ես անշարժ գույքի շուկայի վերաբերյալ հերթական տեսանյութ եմ ուզում հրապարակել, վերլուծություններ կատարել և ծանոթացնել վերջին տեղեկություններին ու զարգացումներին, ինչպես վերջին տեսանյութերում, մի քանի տեսանյութում արդեն անդրադարձել էինք, շուկայում, երկրորդական շուկայում մասնավորապես գնանկում է նկատելի եղել և այդ գնանկումը շարունակվում է։ Ուստի տարեվերջին իմ կողմից արված վերլուծությունը ու կանխատեսումը, որ անշարժ գույքի շուկայում անխուսափելի գնանկում է լինելու գարնան ամիսներից սկսած, 2025 թվականից սկսած, ճիշտ է դուրս եկել և ամբողջ թափով շարունակվում է։ Ես հիմա կարող եմ փաստել, որ մենք մոտենում ենք անշարժ գույքի շուկայում փլուզման փուլին, ինչ է փլուզումը, երբ վերջնականապես պարզ է լինում, որ գները, որով որ փորձում էին վաճառողները վաճառել իրենց բնակարանը, դրանք ֆանտաստիկ ուռճացված գներ են և այդ գներով երբևիցե հնարավոր չի լինելու կանխատեսելի հեռանկարում վաճառել բնակարանները ու բնակարանները մինչև իսկ 2 անգամ կարող են գնանկում ունենալ։ Հիմա զուտ կենտրոնի, Երևանի կենտրոնի, որը գների պահպանելու առումով ամենակարևոր թաղամասերից է, այսինքն եթե կենտրոնում տները պահանջարկ ունեն ու արժեք ունեն, դա շատ տրամաբանական է և առաջին հերթին ֆինանսական հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցները, ինչպես Հայաստանում բնակվող, այնպես է Սփյուռքում, նախընտրելու են կենտրոնում բնակարան ձեռք բերել, բոլորին հետաքրքիր է կենտրոնի բնակարանները առաջին հերթին գնողունակ հատվածին, քան ասենք Արվարձանում, չգիտեմ, ասենք հարավ-արևմտյան թաղամասում կամ չգիտեմ Ավանում, Նորքի որերորդ զանգվածում բնակարան ձեռք բերել, իհարկե գնողունակ և գումար ունեցող մեր հայրենակիցները, որոնք որ ապրում են արտերկրում և ուզում են բնակարաններ գնել, առաջինը իհարկե Երևանի կենտրոնում, Երևանի կենտրոնի հասցեներում են այդ բնակարանները փնտրում, ուստի կենտրոնի բնակարանները ավելի շատ պահանջարկ ունեն միշտ և նրանք գին պահող բնակարաններ են, սակայն երևույթը, որը ես վերջին օրերին մոնիտորինգ եմ արել, ուսումնասիրել եմ, հասել է կենտրոն գնանկման երևույթը և ուշադրություն զուտ 2 ամսից պակաս ժամանակում, օրինակ մասնավոր օրինակ հիմա կասեմ, Չարենց փողոցում գտնվող բնակարանը 3 սենյականոց $170,000 արժեքից, որը որ հունվարի վերջին, հունվարի 27-ին էր հայտարարությունը տեղադրվել, դեռ 2 ամիսը չի լրացել, $40,000 գնիչեցում է եղել, $130,000-ով է առաջարկվում բնակարանը և դեռևս չի վաճառվել, տեսեք $170,000-ով որոշել է սեփականատերը վաճառել, սրանք բոլորը անհատների բնակարաններ են, ոչ թե գործակալությունների բնակարաններ են, որոնք ուռճացված գներ ունեն կամ բան, այլ իրատեսական գոյություն ունեցող բնակարաններ են, սակայն երբ որ զգացել է, որ չի վաճառվում բնակարանը 1-2 ամսում, $40,000 գնանկում է գրանցվել և ես այս բնակարանի տվյալները ունեմ, բաց է, կա $40,000 դա $150,000-130,000 այժմ առաջարկվում է արժեցող բնակարանի համար, ավելի քան 30% գնիչեցում է, աննախադեպ գնիչեցում է անշարժ գույքի համար Երևանի կենտրոնում կրկնում եմ և սա միտումներ է ցույց տալի, որ իմ նշած փլուզումը անշարժ գույքի շուկայում հեռու չէ, մոտենում ենք փլուզմանը։ Հաջորդ բնակարանը
էլի Երևանի կենտրոնում է գտնվում, 2 սենյականոց բնակարան է, սրանք բոլորը հեշտ վաճառվող բնակարաններ են, հասկանում եք, $500,000, $1 միլիոն բնակարաններ չեն, որ ինչ-որ ֆանտաստիկ գներ էին և կարող էր իջնել, սրանք միջին գնային կատեգորիայի բնակարաններ են և առաջներում 2 տարի առաջ, 1.5 տարի առաջ, 3 տարի առաջ շատ հեշտ վաճառվող բնակարաններ են, 2 սենյականոց բնակարան, 65 քառակուսի բնակարանը, ամբողջովին վերանորոգված, կահավորված, Երևանի կենտրոնում և վաճառվում էր $103,000, տարեսկզբին է հրապարակվել հունվար ամսին և էլի 2 ամսում իջել է գինը $85,000, այսինքն մոտ $20,000, $18,000 գնիչեցում է եղել, 103,000 է հրապարակել սկզբից և այստեղ նույնպես 15-18% գնիչեցում ունենք, 100,000-անոց բնակարանի պարագայում դա շատ լավ գնիչեցում է 2 ամսում, հաջորդ բնակարանը արժեցել է $140,000, 2 սենյականոց բնակարան է, 85 քառակուսի մետր մակերեսով, Երևանի կենտրոնում, Օղակաձև զբոսայգու հարևանությամբ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, $140,000 է հոկտեմբեր ամսին տեղադրվել, այժմ $110,000 է ցանկանում վաճառել, սեփականատերը $30,000 գնիչեցում է, $140,000 արժողությամբ, այժմ $110,000 արժողությամբ $30,000 գնիչեցում է։ Հաջորդ բնակարանը 3 սենյականոց բնակարան է, էլի քաղաքի կենտրոնում, Մովսես Խորենացու փողոցում և $114,000-ից դարձել է $106,000, $8,000 գնանկում է և մյուս բնակարանը, որ գտնվում է էլի քաղաքի կենտրոնում, Երվանդ Քոչար փողոցում, Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ և $120,000-ից $102,000, $18,000 այստեղ մեկ ամսվա ընթացքում, ուրեմն փետրվարի 20-ին $120,000 հայտարարություն է տրված և $102,000, այսինքն $18,000 մեկ ամսվա ընթացքում գնիչեցում է տեղի ունեցել, սա գալիս է ապացուցելու այն փաստը, այն պնդումը, որ վաճառքը խիստ նվազած է և անգամ մարդիկ չեն զանգում, հետաքրքրվում, այսինքն այսպիսի խուճապային կամ նախախուճապային տրամադրություններ վաճառողների մոտ լինում են և գնողների այց չկա, գնողների հետաքրքրություն չկա, անգամ զանգերի միջոցով, բնակարանները տեսնելու նպատակով և մարդիկ հասկանում են, որ այն գները, որոնք մտածել են, թե իբրև շուկայական է և բնակարանները կարող են վաճառել ինչ-որ X արժեքով, տեսնում են, որ որևէ հավանականություն այդ գնով վաճառելու, ռեալ հավանականություն մոտալուտ հեռանկարում չունեն։ Շարունակենք հետևել անշարժ գույքի շուկայում կատարվող գնիչեցմանը, փոփոխություններին, շարունակեք հետևել Հայկ Ալիքին, գրեք մեզ հարցեր, մենք կարող ենք մեր մասնագետների միջոցով տեղեկատվություն տրամադրել ձեզ և օգնել ավելի ճիշտ կողմնորոշվել, երբ գնել բնակարան, որտեղ, ինչ գնով, ինչ արժեքով։ Շնորհակալություն բոլորիդ, խնդրում եմ տարածել այս տեսանյութը և չշտապել, եթե հնարավորություն ունեք դեռևս շաբաթներ, որոշակի ամիսներ սպասելու բնակարան ձեռք բերելու համար, թանկ արժեքով իմաստ չունի բնակարաններ ձեռք բերել, արդեն տեսնում ենք, որ 120,000-անոց բնակարանները նույնիսկ 100,000-ով չեն կարող վաճառել, 150,000-անոցները 120-ով չեն կարող վաճառել, լավ, 100,000-անոցները 85-ով չեն կարող վաճառել և այսպես շարունակ գինը գալու է խելամիտ սահմաններում հավասարակշռվի, բալանսավորվի։ Շնորհակալություն, տարածեք այս տեսանյութը և շարունակեք հետևել Հայկ Ալիքին։